Հարգելի գործընկերներ, ձեր դատին ենք ներկայացնում ըստ էության օրենքների նախագծերի փաթեթ, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ անձի ֆունկցիոնալության գնահատման մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին։ Փոփոխությունները մի քանիսն են, եթե թույլ տաք հերթով թվեմ եւ եթե հարցեր կլինեն պատասխանեմ Տիկին Տիգրանյան։ Առաջինը հնարավորություն ենք տալիս աջակցող միջոցների տրամադրման գործընթացում ներգրավել նաև ոչ պետական կազմակերպություններին, գործող օրենքով դա հնարավոր է անել միայն պետության կողմից, նպատակը այն է, որ մենք արդեն իսկ ունենք կազմակերպություններ եւ դրա վառ օրինակն է Զինապահ հիմնադրամը, ովքեր պատրաստ են իրենց վրա վերցնել աջակցող միջոցների տրամադրման մասով որոշակի բեռ եւ խոսքը 44-օրյա պատերազմի մասնակիցների, հատկապես վերջույթների պրոթեզների տրամադրմանն է վերաբերում, բայց մենք օրենքով չենք կարող դա անել եւ պետք է խնդրեմ թույլ տալ, որպեսզի այդ հնարավորությունը լինի եւ խոսքը այս պահին մեկ օրինակի մասն է, բայց հետագայում նաեւ հնարավոր լինել նաեւ այլ օրինակներ եւ կարծում եմ, որ այդ հնարավորությունը պետք է ունենանք։ Հաջորդ փոփոխությունը, որը առաջարկում ենք հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքում դա անկախ կյանքի կենտրոն հասկացության ներմուծումն է, որովհետև մենք հիմա արդեն իսկ պետական բյուջեի միջոցներով մի նման կենտրոն կառուցում ենք, որը հույս ունենք, որ որպես օրինակ նաև կծառայի ապագայում ոչ միայն պետական բյուջեի միջոցների հաշվի նմանատիպ կենտրոններ ունենալու, ինչպես նաև քննարկվելու այս կենտրոնի իսկ շահագործման հնարավորությունը տալ ոչ պետական կազմակերպություններին եւ կարիք ունենք հստակեցնելու թե ինչ է դա, ինչպես նաև անհրաժեշտություն ունենք լիազորող նորմի, որպեսզի գրենք կարգերը եւ պայմանները, թե ինչպես է աշխատելու անկախ կյանքի կենտրոնը, մենք հանձնաժողովի գործընկերների հետ դրա մասին քննարկում ունեցել ենք եւ եղել են առաջարկներ, որոնք ընդունվել են, բայց եթե նորից կլինեն, պատրաստ ենք քննարկել եւ նաեւ առաջինից երկրորդ ընթերցում էլ դրանք նայել։ Մյուս փոփոխությունը, որ առաջարկում ենք, դա անձնական օգնականի ծառայությունների մատուցման գործընթացին է վերաբերում, առաջարկում ենք այդ պայմանագիրը դարձնել եռակողմ, որտեղ այսօր այն փաստացի երկկողմ է եւ երկու երկկողմ պայմանագիր է, այսինքն հաշմանդամություն ունեցող անձի, ով օգտվում է այդ ծառայություններից, անձնական օգնականի, ով մատուցում է այդ ծառայությունները եւ հետագայում նաեւ անձնական օգնականի եւ միասնական սոցիալական ծառայության առաջարկում ենք գործընթացը հեշտացնելու համար այն դարձնել միանգամից եռակողմ եւ մեկ պայմանագրով, որոշակի փոփոխություններ ենք իհարկե նաեւ նախատեսում անձի ֆունկցիոնալության գնահատման մասին օրենքում, որի հիմնական իմաստը ավելորդ վարչարարությունը հանելն է, երբ անձի ֆունկցիոնալության գնահատումից հետո ծառայությունների ծրագրում մենք փոփոխությունների կարիք ենք ուզենալու տեսնել, ծածում, որպեսզի դրա համար նորից անձի ֆունկցիոնալության գնահատում չիրականացվի, այսինքն չստիպենք դրա մեջ հնարավորություն ունենանք փոփոխություններ իրականացնել, որտեղ այդ անհատական ծրագրում կարող են այլ հանգամանքների բերումով անհրաժեշտություն առաջանա ծառայություններ ավելացնել կամ հիմնականում ավելացնել կամ օրինակ աջակցող միջոցներ փոխել եւ այդպես շարունակ իհարկե կան որոշակի նաեւ խմբագրական փոփոխություններ, եթե կոնկրետ հարցեր կլինեն դրանց էլ եմ պատրաստ պատասխանել երևի այսքանը եւ պետք է խնդրեմ, որ հնարավորության դեպքում օրենքը 24-ժամյա ռեժիմով փորձենք ընդունել առաջինից երկրորդ ընթերցում, որտեղ բավական երկար իրականում քննարկել ենք, բայց մի քիչ ժամկետների հարց ունենք, հատկապես պատերազմի մեր վետերանների պրոթեզների հարցը հնարավորինս արագ լուծելու այն իմաստով, որ զինապահը կարողանա արագ մտնել գործընթացի մեջ եւ այդտեղ ժամկետների խնդիր չունենանք։ Երևի այսքանը, շնորհակալություն։